ամենաշատը նաև տուժեցին տրանսպորտային այս ռեֆորմի արդյունքում մարզից Երևան եկող սովորող ուսանողները, որոնք երկու անգամ են օգտվում տրանսպորտից, քանի որ մարզային տրանսպորտով գալիս են Սասունցի Դավիթ կամ Պիկինո Ռասիա եւ այնտեղից մետրոյով գալիս են երիտասարդական։ Այս ուսանողների մասին կարծես որևէ մեկը չուզեց մտածել։ Այսինքն լուրջ խնդիր ունենք եւ այո այդ փաթեթները վերանայման կարիք ունեն, այդ ամբողջ համակարգը կներեք խոտան է, դուք կարող եք անverջ արտոնություն բերել։ Ես այլ օրինակ բերեմ, մենք արտոնություն ենք տվել 4 երեխա ունեցող, հա, ծնողներին։ Կան 4 երեխա ունեցող ծնողներ, որոնք շատ էլ ապահովված են։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը կամ Հայկ Մարությանը ունեն 4 երեխա։ Նրանք արտոնություն ունեն անվճար երթևեկելու, իսկ ես ճանաչում եմ կնոջ, որ ունի երեխա, ամուսինը ավտովթարից է զոհվել եւ այդ կնոջը շատ դժվար է եւ որևէ արտոնություն այդ կինը չունի այսօրվա դրությամբ։ Երեխաներին նայեք քանի տոկոս է։ Իդեպ երեխաներին անդրադառնամ, շատ ծնողներ ոչ երկնա։ Հարգելի խնդիրներ կան։ Մի արձագանք եք։ Տեսեք։ Հետո Մենք ունենք բազմաթիվ, այո, ուրեմն չգիտի այդ կինը, որովհետև ասում է, որ քիչ է այդ զեղչը։ Ես ասել եմ այդ կնոջը, բայց նա ասում է, որ ինձ պետք չի այդ ձևով։ Եվ հարցը միայն դա չէ, ունենք ամուսնալուծված նաև, այսինքն ընտանիքներ, որոնք ամենեքում մի ծնող է, և այդ ընտանիքներում կրկին դժվար է։ Տեղից էլ մի գոռացեք, քիչ առաջ կանոնակարգից էինք խոսում, որ տեղից գոռալը, չէ, պարոն Գրիգորյանն էր կարծեմ հիշեցնում։ Տեղից մի գոռացեք, բան ունեք ասելու, եկեք ասեք, այո, ունենք բազմաթիվ ընտանիքներ, որոնց համար հարմար չէ, որտեղ նրանք երկու անգամ են օգտվում տրանսպորտից։ Երևանը դարձել է միակ քաղաքը, որտեղ 10 տոմսանոց փաթեթը նույն գնի է ստացվում, ինչ 1 տոմսը, որտեղ տերմինալից 1 տոմսի համար 2 տոմս պետք է առնես, եթե հեռախոսի համար չես ուզում ներմուծել, այսինքն այստեղ լուրջ խնդիրներ ունենք։ Գերմանիայից հյուրեր ունենք, որևէ մեկը չկարողացավ գերմանական բանկային քարտով անցկացնել ավտոբուսում եւ ուրախացան, որ բոյկոտելու հնարավորություն ունեն, միացան բոյկոտողներին։ Տուրիստը գալիս է, չգիտի ոնց տոմս առնի։ Այսինքն ամբողջովին խոտան է եւ այս ամենի հետ սա մեր բոլորիս խոտանն է, նաեւ իմը որ չեմ կարողացել կանխել լինելով փոքրամասնություն կամ գուցե ժամանակին չնկատելով այս կամ այն խնդիրը, ես ընդունում եմ նաեւ իմ մեղավորությունը այստեղ, որտեղ ինձ այստեղ ուղարկել են, որ իպեսի չլինի նման բան։ Այս ամենով հանդերձ փոխանակ մտածեն այդ խոտանները վերացնեն, վերանայեն փաթեթները, ստեղծեն փաթեթ մարդկանց համար, ով 2 անգամ է երթևեկում, մտածում են տուգանենք, բայց ձեզ ով պետք է տուգանի, պարոնայք, ձեզ ով պետք է տուգանի, որ 3-րդ անգամ է սկզբից բերում եք նախագիծը, հետո փինաչի դերձակի պես փորձում եք նստացնել, այստեղից վերցնեմ, այնտեղից լայնացնեմ, այստեղից կտրեմ, սա է, եթե մեկը պիտի տուգանվի եւ պատժվի, ապա դա նման որակի նախագծեր բերողն է։